Բարև ձեզ, ներկայացնում եմ ձեզ Սարգիս Հակոբյանին, Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Կատալոնիան, ինչպես գիտեք, Իսպանիայի անբաժանելի մասն է, դա քաղաքական որպես հայտարարություն ասեմ, բարև ձեզ Սարգիս, փոքր ինչ կներկայացնեք մեր հայ համայնքի գործունեության մասին եւ ընդհանուր առմամբ Կատալոնիայում որքան հայ է ապրում, ինչով են զբաղվում, կարող եք ուրախացնել մեզ ինչ-որ բարի դրացական նորություններով հայերի մասին։ Բարև ձեզ, շնորհակալություն հնարավորության համար։ Կատալոնիայի հայ համայնքը բաղկացած է հայկական միություններով, 4 մշակութային միություններով, որոնցից 3-ը հիմնականում աշխատում են եւ գործում են Բարսելոնայում եւ մեկը Կատալոնիա հայկական միությունը Սանտա Կոլոմա դե Գրամանետ քաղաքում եւ ընդհանուր հայ համայնքը Կատալոնիայում կազմում է մոտ ըստ պաշտոնական տվյալներով 7000 մարդկանցով բաղկացած է, որոնք ունեն հայկական անձնագրեր։ Նաեւ մենք ունենք 3 հատ կիրակնորիա դպրոցներ, բարի եւ երաշտական նաեւ դպրոցներ։ Երևանից Բարսելոնա հիմա կան նաեւ ուղիղ ավիաչվերթներ, դա նշանակում է, որ նաեւ տնտեսական կապերն են ամրապնդվում։ Եթե դժվար չի, մոտավորապես ինչքան հայեր կան, ովքեր զբաղվում են խոշոր գործարարությամբ կամ գործարար ինչ-որ կապեր կան եւ ինչ մասնագետների կամ ինչ արժեքավոր մասնագետների կարիք ունի Բարսելոնան եւ Կատալոնիան Հայաստանից։ Դա քիչ հարց է։ Ճիշտ է, վերջի տարիներում տնտեսական կապերը զարգացում է բավական տեղի ունենում, թե պետք է ասեմ նաեւ թե մշակութային զարգացում, ոնց որ Իսպանիայում ավելի շատ են ճանաչում հայերին, նաեւ ավելի մեծ ցանկություն են ունենում Հայաստան զբոսնելու, ինչպես նաեւ տնտեսական կապերն են աճում, իմպորտացիա, նաեւ իմպորտ-էքսպորտ, արտահանում եւ ներմուծում, ընդհանուր նաեւ այդ բալանսային թվաբանությունը դա ցույց է տալիս։ Իսկ ինչ մասնագետներ կարող են Հայաստանից գալ, միգուցե կարող է լինել հատուկ արտադրություններ, որոնք որ հայկական ինչ-որ գործունեությունով են ծավալվում, միտքս գալիս է օրինակ լավաշի կամ այլ արտադրություններ, որոնք որ միգուցե ունենան հատուկ կարիքներ։